Վարդանյան։ Շնորհակալություն, պարոն Ղազնյան, ես ձեզ 4 հարց ունեմ, աշխատեմ տեղավորվել։ Ձեր առաջին զբաղեցրած պաշտոնը հեծում եւ քանի տարեկան եք եղել։ Երկրորդը ամենացածր աշխատավարձը ինչքան է եղել հեծում եւ top management-ի աշխատավարձի հետ բազմապատիկը ինչքանով է տարբերվել։ Երրորդ հարցս, որքան դիվիդենդ է ստացել Տաշիր գրուպը հեծը ձեռք բերելուց այս կողմ, արդյոք այն ստացել է մոտավորապես 60 միլիոն դիվիդենդ այս ընթացքում։ Եվ նաև անդրադառնամ այն հարցին, որը պարոն Ֆարմանյանի քննարկման ժամանակ էլ եմ անդրադարձել, դա ժայռի բախումն է, քանի որ Տաշիր գրուպը դուք այսօր ներկայացնում եք մի քաղաքական ուժ, որը ակնհայտ փոխկապակցվածություն ունի Տաշիր գրուպի հետ։ Եվ Տաշիր գրուպը բացի հեծից տնօրինում է լավ են հիմնականները ասեմ, հա, Հրազդան Ջեկը, Ստեփան Հրազդան Հեկերի կասկադը եւ այլն, այսինքն մեկը չի, նաեւ արևային կայաններ ունի, հա, Տաշիրի հետ փոխկապակցված, այսինքն կան էլեկտրական էլեկտրաէներգիայի հետ կապված օրինակ այս ենթակառուցվածքները։ Ես ուզում եի իմանալ, ճիշտ ասած, որքանով անաչառա լինելու ձեր մոտեցումը որպես հանձնաժողովի նախագահ այս հարցերը քննարկելիս, ընդհանրապես էներգետիկ ոլորտի հետ կապված որևէ օրենսդրական նախաձեռնություն քննարկելիս եւ այլն, խնդրեմ։ Արձագանք։ Եղել եմ 25 տարեկան, երբ ընդունվել եմ հեծ աշխատանքի բանակից գալուց հետո, առաջի աշխատանքս եղել է խոշոր սպառողների սպասարկման տնօրինության փոխտնօրեն, աշխատավարձս եղել է 200,000 ՀՀ դրամ։ Աշխատավարձի աճը տեղի ունեցել պաշտոնական աճով, պաշտոնեական աճով, վերջի աշխատավարձը ասեմ։ Տիկին Վարդանյան։ Ճիշտն ասած չեմ կարող այս պայդրությամբ ասել, որովհետև տեսեք, մեզ մոտ համենայն դեպս նյութական պատասխանատուների մասով եղել է 2 կտոր աշխատավարձ։ Եղել է հաշվի առնելով նյութական պատասխանատու են ամենամսյա պարգևատրում է եղել, այսինքն աշխատավարձը եղել է մոտավորապես 50%-ը, հաջորդ 50%-ը տրվել է իր որպես նյութական պատասխանատու կատարած աշխատանքի։ Ես հասկանում եմ դուք ինչ եք ուզում, բայց ես ունեմ այսպիսի բնավորություն, եթե մի բանը 100% չգիտեմ, չեմ ասում։ Ինձ թվում է դա ինչ չգիտեմ։ Հիմա դրանից ավել բան չեմ կարող անեմ։ Կարող եմ ճշտել ձեզ առանձին ասել, Տիկին Վարդանյան, դիվիդենդի հետ կապված 7.5 տարի դիվիդենդ չի ստացել սեփականատերը, հաշվի առնելով, որ ընկերության վիճակը մյուսը եւ որպեսզի նաեւ ինչ-որ չափով, ես չգիտեմ, շատ դեպքերում կառավարիչը կամ մյուսները այդ առևտրային գաղտնիքներ, մյուս, չգիտեմ, պարոն Վարդանյանը ճիշտ կասի, որն է մտնում այդ գաղտնիքի տակ, բայց ամեն դեպքում այդ կանխավարկածից առաջնորդվելով թվեր չասեմ, բայց սեփականատերը ստացել է դիվիդենդ իր ունեցած դիվիդենդի շատ փոքր մասը։ Հիմա գիտեք, շատ հեշտ է գալ ասել, որ դու սնանկացած բիզնեսը վեր ես կալել չունենալով որևէ ակնկալիք այդտեղից ընդհակառակը, ես միշտ եմ չի ասել, ինքը ինձ հետ զրույցում ասել է Դավիթ, հնարավոր է 0-0 կանգնացնել, պարզ, եւ այդտեղ ունենալով շահույթ, իմիջիայլոց նորից անդադ կրկնում եմ, ես տվյալ սուբյեկտի անունը չեմ ուզում անդադ այսպես տամ կամ բան անեմ, բայց ամեն դեպքում դուք կարող եք հանգիստ ճշտել, ինչքան դիվիդենդ ունի այս պահին ստանալու, ինչքան է ստացել, չէ, ես չեմ կարող դա ասել, որովհետև իմ անձնական կարծիքով դա առևտրային գաղտնիքի խախտում է, բայց ինչքան որ ստացել է իրավունք ունենալիք, ստանալիքի շատ փոքր տոկոսը։ Հիմա ինչ վերաբերում է Տաշիր ընկերությունը ունի բազմաթիվ ակտիվներ էներգետիկայի ոլորտում, իմիջիայլոց դա եւս ձեզ ասեմ, որ այդ ակտիվների ձեռքբերումը միանշանակ պետության կարգավորման տակ է, այսինքն պետությունն է դա թույլ տալիս ինչ-որ մեկին վաճառելուց, կարծում եմ դա ողջունելի է եւ եթե կա խնդիր, ընդհանրապես պետք է ստուգես հասկանաս, եթե ամբողջը իրար հետ ինչ-որ համակարգ ստեղծում է թե չէ, վատ առումով, իսկ միգուցե լավ առումով է աշխատում մեր պարագայում համոզված եմ։ Եվ մի բան էլ 15 վայրկյան ընդհանրապես ուրեմն բեցը, որը տկենի տարածքային կառավարման ենթակառուցվածքների նախարարության տակ է, 2016 կամ 17 թվականին ամբողջությամբ մինուս վիճակով Տաշիր գրուպը վերցրել է կառավարման, արդեն պլյուս լինելով հանդերձ,
պետությունը ձեր իշխանության օրոք եկավ վերցրեց եւ ունեցանք միլիարդավոր այդ խնդիրները, որի մասին դուք ցավոք չեք բարձրացնում։ Արձագանք։ Շնորհակալություն, պարոն Ղազարյան, ես պատասխանները ինձ համար թերի են, կներեք, որովհետև որևէ մեկին կոնկրետ պատասխան չտրվեց։ Ինչ վերաբերում է նրան, որ տաշիրը սնանկացած վիճակում վերցրել է Հայաստանի էլեկտրական ցանցերը, ներողություն, այս մոտեցումը ինձ համար անհասկանալի է։ Երաշխավորված այսքան հաճախորդ ամբողջ Հայաստանը վճարում է բանը հեծին գումար, այդ մասով ինձ համար վիճելի է այս հարցը, բայց մի բանի էի ուղղակի ուզում արագ անդրադառնալ, պարոն Ղազարյան, ես նաև ուզում եմ անդրադառնալ ձեր այդ մոտեցմանը, երբ դուք ասում եք, որ գիտեք, ինձ միևնույնն է, դուք ինձ կընտրեք, չեք ընտրի, չեմ խնդրելու, չեմ եւ այլն, պարոն Ղազարյան, ինձ օրինակ միևնույն չի, ես ձեզ կընտրեմ, թե ոչ, որովհետեւ ես այստեղ պատասխանատու եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացու առջև։ Եվ ես այս հարցին չեմ մոտենում անձնական տիրույթում եւ կարծում եմ, որ իմ բարի խորհուրդը զուտ այս մոտեցումը բանանել, որովհետև երեք նույն մոտեցմամբ պարոն Ֆարմանյանն էր խոսում իր պաշտոնի վերաբերյալ, այստեղ մենք անձնական հարցեր չենք լուծում, սա անձնական տիրույթ չի, սա պատասխանատվություն է հանրության առջև, շնորհակալություն։ Տիկին Վարդանյան, շնորհակալություն հարցի համար, ինձ որ տպավորություն է, որ ձեր ինֆորմացիայի միակ աղբյուրը ստեղ կանգնած Դավիթ Ղազարյանն է։ Հավասիկ ոչ։ Ունեք բազմաթիվ հնարավորություններ, բազմաթիվ, ես ես կարող եմ անգամ առանձին տալ այն պետական մարմինների անունները, որտեղից կարող եք ճշտել, թե հեծը ինչ վիճակում էր գտնում, ով է մուծել, ով չի մուծել, ինչ է այդ վիճակում, կներեք, բայց հարցը Տաշիր գրուպին չի։ Ճշտեք խնդրում եմ եւ դուք կհամոզվեք, որ 3 ամսա պարոն Բաբկեն-Թունյանը նստած է, կարող է հարցումներ անել որպես տնտեսական հանձնաժողովի նախագահ եւ իմանալ։ Ինչ վերաբերում է, որ ես ասում եմ չեմ խնդրի, չեմ հորդորի եւ այլն, դա ունի, այսպես ասած, նախապատմություն։ Այստեղ եղավ մի երկու անգամ, ասվեց, որ եթե մենք չընտրենք, չեք լինի եւ այլն։ Ես ընդամենը ավելի առաջ գնալով, որպեսզի դուք ինձ այդպիսի բան չասեք, ես ընդամենը ասացի, որ չի լինի, հիմա ինչ ասեմ։ Ազնիվ մարդ։ Հենց այս թեվավոր խոսքի վրա էլ Միքայել Խաչատրյան։